Յոլչյան Production-ը ներկայացնում է Այսօր համարվել է ձետարին հանձնելու մի գեղեցիկ միջոցառում, որը պատրաստել է 6-րդ դասանը և մասնակցում է նաև 7-րդ դասարանից մի խումբ աշակերտներ։ Որքան էլ Հայաստանը համարվի մոնոլիթիկ երկիր, մեր կողքին ապրում են այլ ազգիներ, փոքրաթիվ, բայց ապրում են։ Եվ ինչպես գիտենք, օրհասական բանին, կրվի, ժամի, նրանք մեր կողքին են կանգնում։ Նրանք չեն համարում, որ սա իրենց հայրենի մեջ է։ Ապրում են մեզ հետ, իրենց մշակույթով, իրենց կրոնով, իրենց բարք ու բարքով։ Մշակույթային բազմազանություն ծրագրի շրջանակում այսօր պատրաստել ենք այս գեղեցիկ միջոցառումը և ուզում ենք ևս մեկ անգամ անդրադառնալ ազգային փոքրամասնություններին, որոնք ապրում են Հայաստանում։ Տանիքս Հայաստանն է խորագիրը գրող միջոցառման ընթացքում կհնչեն տարբեր ազգերի ու տարածքների երգերն ու պարերը։ Հայաստանը աշխարհի հետքեր որպես մոնոլիթիկ երկիր, սակայն Հայաստանում ևս ապրում են բազմաթիվ ազգային փոքրամասնություններ։ Ազգային փոքրամասնությունները տվյալ պետության սահմաններում բնակվող այն ազգություններն են, որոնք փոքրամասնություն են կազմում դրա հիմնական համեմատությամբ, տարբերվում դրանից լեզվով, դավանանքով կամ ազգային այլ հատկանիշներով։ Ազգային փոքրամասնությունների յուրաքանչյուրը բավարարված է սահմանադրությամբ։ Նրանք ունեն տարբեր ապացույցներ, մտածելակերպ և ամենակարևորը տարբեր կրոններ, բայց դա չի համարվում նրանց տարիներ շարունակ ապրող կողքին։ Հայաստանում ապրող էթնիկ փոքրամասնությունները չեն ունեցել քաղաքական խնդիրներ, բայց միջդեռել են կրթամշակութային խնդիրներ։ Հայաստանում 2022 թվականին անցկացված բախտամարի տվյալների արդյունքում ազգային փոքրամասնություն կազմող էթնիկ խմբերն ունեն հետևյալ թվային ցուցանիշներ. Եզդիներ 33079 մատ, ռուսներ 14076 մատ, ասորիներ 2755 մատ, քրդեր 1663 մատ, ուկրաինացիներ 1005 մատ, հնդիկներ 593 մատ, բասկիներ 434 մատ, հույներ 364 մատ, բրազիլ 222 մատ, այլ էթնիկ խմբերի ներկայացուցիչներ 4298։ Ուզում ենք ձեզ ներկայացնել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների և նրանց յուրօրինակ սովորույթների մասին։ Իրականում չեն հարվածում խնձորով, այլ խնձորով նետում են դեպի հարսի կողմը, դրանով փեսացուն ուզում է ցույց տալ, թե ինքը ում է ընտրել։ Այդքան հոծ բազմության մեջ փեսան ցույց է տալիս, որ սա է իմ ընտրյալը։ Հայաստանը առաջին երկիրն է, որտեղ եզդիներին թույլատրվել սրբավայրի ունենալ 2013 թվականին։ Սրբավայրը գործելուց առաջ պետք է պարտադիր հանել կոշիկները և տղամարդը պետք է ունենա մեղք։ Եթե տղամարդը մեղք ունի, ապա սրբավայրը գործելը մեղք է համարվում։ Եզդիների աստվածը օժտվածի կերպական ուժով խուտեն է, ով համարվում է եզերքի առաքիչ։ Նրանց մոտ չկա երկաստվածություն, այսինքն չկա վարու և չարի աստվածներ։ Նրանց համար աստվածը մեկն է։ Եզդիները ունեն մի շատ հրաշքի ավանդույթ, որը կոչվում է պսկի երեխայի մազայանը առաջին անգամ կտերու առավոտությունն է շեխի կողմից։ Ծնողները իրական չունեն առաջին անգամ կտերել երեխայի մազայը, դա պետք է կատարի հոգևորականի կողմից։ Շեխը աղոթում է միաժամանակ կտրում երեխայի մազայից մի փոքր փունջ, եզդիները այս առավոտությունը պահպանել են մինչ օրս։ Ունեն նաև միայն արտերքները, նրանց արտերքները վարազինի սուտելը, չորեշակի օրլողները, նաև արտերքում է կապույտ գույնը։
բայց այնուամենայնիվ մորուք են բան։ Մորուք պահելը կապված է նրանց հոգևոր աճի հետ։ Եթե դուք հանդիպում եք մոլական խամարդու, ապա կարելի է ենթադրել, որ նա հասել է այնպիսի հոգևոր աճի, երբ իր ներքին ու արտաքինը գտնվում են ներդաշնակության մեջ։ Մանրականները ամուսնանում են միայն մանրականների հետ, նրանց մոտ ամուսնալուծություններն արգելում են։ Դերից Գերմանիայի իշխանությունը պատկանում է ընտանիքի մեծ որոն, իսկ նրա մահից հետո նրա դերը ստացվում է մեծացը։ Մանրականները փակ և զգուշավոր համայնք են, և դա համարում են իրենց ինքնության պահպանման կարևոր գործոն։ Դիլիջանից Վանաձոր տանող ավտոճանապարհի մոտ է գտնվում Ֆիոլետովո համայնքը, ինչպես ժողովուրդն է ասում, մալականների գյուղը, որոնք հաստատվել են Հայաստանում մոտ 2 դար առաջ։ Էթնոգույներ հաղորդաշարի այս թողարկումը Հայաստանում ապրող մալականների մասին։ Մալականներ, էթնիկ ռուսների խումբ, որոնք մերժում են ուղղափառ եկեղեցին, ծիսակատարությունները և ունեն իրենց կրոնական ավանդույթներն ու սովորույթները։ Սուրբ գրքի հին և նոր կտակարանները նրանք այլաբանորեն են մեկնաբանում։ Եկեղեցիներ չեն կառուցում և չեն ընդունում, որ կան ուրիշ քահանաներ Քրիստոսից բացի։ Չեն հավատում սրբապատկերներին, աղոթելիս չեն խաչակնքվում և չեն ընդունում մկրտությունը։ Thank you.
են մեր շուկով, որի ժամանակ կարող է թե ազորական և թե հայկական երաժշտություն։ Իրենց ազգային ուտեստը մարդուկան է, որի պատրաստման համար օգտագործում են ձու, ալյուր, կաթ և դուռ։ Աստորներն այդտեղում են իրենց ամենակարևոր օրվա, մատորի օրվա կապակցության և բաժանում հարևաններին։ Ըստ աստորների իրենց հաստ ունի զորավոր հատկություն, երբ հովիտի ուտումներ են մարդուկանեն հետ ձեռքի տես, մամին որևէ հատվածին երեխան է թեպազում խալերում։ Յաղդանում տոնական օրերին հունական ուտելիք են պատրաստում և հունական պարեր պարում, պարելիս էլ ափսեներ են կոտրում։ Հույները հավատում են, որ այդպես չարը կխափանվի։ See
Հարավային Կովկասի այս բնիկ ժողովուրդը տարածաշրջանում ամենամտերիմ մշակույթի կրոնի ավանդույթների և հնարաճան է ճշմարահայաց Հայ-վրացական հին բարեկամության կենացն եմ ուզում խմել։ Էթնոգույներ հաղորդաշարի այս թողարկումը Հայաստանում ապրող վրացական համայնքի մասին է։ Վրացիներն աշխարհի հնագույն ժողովուրդներից են։ Երկրի պաշտոնական անվանումը Վրաստանի Հանրապետություն է։ Վրացիներն իրենց երկիրը Սաքարթվելո են կոչում։ Այն գտնվում է Առաջավոր Ասիայում, Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում։ Բնակչության թիվը վերջին մարդահամարի տվյալներով փոքր-ինչ պակաս է 4 միլիոնից։ Պետական լեզուն վրացերենն է։ Պաշտոնական տվյալներով Հայաստանում մոտ 1000 վրացի է ապրում։ Առանձին վրացական բնակավայր չկա։ Հիմնականում Հայաստանում վրացիները բնակվում են Երևանում և այլ քաղաքներում։
իրավունքներ, ինչպիսին են կրոնական, լեզվական և մշակութային կյանքի մասնակցելու իրավունքները։ Հայաստանի ազգային փոքրամասնությունները որպես աշխարհի ազգությունների ընտանիքի մի հատված, Հայաստանի բնակչության ընդհանրների մաս են կազմում, որոնք իրենց ինքնության առանձնահատկություններով հարստացնում են Հայաստանը։ 2021 թվականին Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի շարքում ամրագրվեց ևս մեկը Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրը, որը նշվում է հոկտեմբերի 1-ին կիրակի օրը։ Ամրագրելով այսօր ներկրի տոների ցանկում ցանկանում են դրանով ևս հասարակության ուշադրությունը հրավիրել ներկրի փոքրաթիվ, բայց կարևոր հատվածի, ով կողքի ապրող տարբեր ազգությունների ներկայացուցիչների իրենց ինքնության խնդիրների կանխման և լուծման վրա։ Այս իրանալեզու ժողովուրդը բնակվում է հիմնականում Մերձավոր Արևելքում։ Քրդերի ծագումն ու պատմությունը այնքան էլ լավ չի ուսումնասիրվել։ Պատմագիտության մեջ ներկայացվող Քուրդիստան կամ Քրդեստան անվանումը օգտագործվել է միայն ազգության իմաստով։ Հայաստանում քրդերը վաղուց են բնակվում։ Պատմական աղբյուրները նրանց ներկայությունը վավերացնում են նախ Արևմտյան Հայաստանի տարածքում, ավելի ուշ Արևելահայաստանում, ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում։ Համաձայն վերջին մարդահամարի պաշտոնական տվյալների Հայաստանում ապրում է մոտ 2200 քուրդ։ Իշտե տեսան նշված ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրն ունի տարբերվող և յուրահատուկ երանգը, որի շնորհիվ նոր գույներ է հաղորդում հայկական մշակույթին։ Հայերը տարիներ շարունակ ապրելով նրանց հետ ընդունել են հայկական փոքրամասնություններին։ Վերջիններս տարիների ընթացքում հարմարվել են հայկական կենցաղին, միաժամանակ շփոթվելով իրենց ազգային դիմագիծը։ Ազգային փոքրամասնությունները կարող են նաև կարևոր խթան հանդիսանալ Հայաստանի էթնիկ տուրիզմի զարգացման համար։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր աշակերտներին, անչափ գեղեցիկ, անչափ բովանդակալից, ինձ համար իսկապես շատ հաճելի պահել պարգևով միջոցառում կազմակերպելու համար, ձեր ելույթների համար, այսպես գեղեցիկ ազգային փոքրամասնությունների ուրախացությունները, ինչ-որ բարերը երկրը ներկայացնել այս կարգի լավ, իսկապես ինձ համար գոյություն էր։ Հպարտ եմ ձեր դասարանում, իրոք հիացած եմ, շատ ակնեցող այս վերջակ ելույթ ունենալու համար, անչափ շնորհակալություն կազմակերպիչներին, ընկեր Լիլիթին, դասղեկներին, ծնողներին, բոլորին նման պահեր մեզ պարգևելու, ծնողներին աջակցելու, որ այսպիսի միջոցառումը կայանա, իսկ այն, որ Հայաստանը հյուրընկալ ազգ է, որ հայերը հյուրընկալ են, ամբողջ աշխարհին է հայտնի, եւ փոքրամասնությունները, որ մեր Հայաստան երկրում ունեն լիարժեք իրավունքներ հայերի հետ հավասար ապրում են կողքի, դա բոլորին հայտնի է, այդպես եղել է, այդպես էլ մնալու է։ Ապրեք երեխաներ, իսկապես հիացած